Ինձ համար միևնույն է, թե ինչ կմտածեն մարդիկ իմ մասին։ Վերջին հաշվով այս կյանքը իմն է, ոչ թե նրանցը։ Ցիտում եմ Կոկո Շանելի խոսքերից մեկը։ Ինչ եմ ուզում ասել։ Մարդիկ կարող են դատապարտել կամ կարծիք հայտնել, որին որ դուք չեք էլ սպասում եւ չեք էլ խնդրել, ինչպես էլ որ դուք ապրեք կամ անեք, կգտնվեն մարդիկ, որոնք միշտ ձեր մեջ ինչ-որ մի բացասական կամ վատ գիծ կտեսնեն։ Եկեք մի առակ պատմեմ, որից էլ որ դուք եզրակացություն կանցկացնեք։ Ուրեմն, երևի թե լսած կլինեք էշի եւ իր տիրոջ մասին։ Տերը իր տղայի եւ էշի հետ ընկնում է ճանապարհ։ Դե քանի որ երեխան փոքր է, հայրը որոշում է, որ տղան կնստի էշի վրա, ինքն էլ քայլելով կգնա։ Կողքից հանդիպում է մի մարդ եւ հեգնանքով ասում է. «Տես հա, տղան նստել է էշի վրա, մեծ մարդը քայլելով գնում է»։ Հայրը լսելով այս խոսքերը ամանչում է, երեխային իջեցնում է, ինքն է նստում էշի վրա, երեխան սկսում է իրենց հետ քայլելով գնալ։ Այդ պահին մեկ այլ մարդ է տեսնում եւ ասում է. «Չի էլ ամանչում, փոքր երեխա քայլում է, ինքը նստել է էշի վրա, փոխանակ երեխան նստի, ինքն է նստել»։ Մարդը այս խոսքերը լսելով կարմրում, ամանչում է, երեխային վերցնում դնում է էշի վրա, ինքն էլ նստում է էշի վրա եւ շարունակում են ճանապարհը։ Հանդիպում է հաջորդ մարդը, որ այսպես տեսեք, խեղճ էշ, երկու նստել են այս փոքր էշի վրա, տանջելով գնում են։ Մարդը ամանչում, կարմրում, այդ ամենը լսելով երեխային իջեցնում է, ինքն էլ իջնում է եւ էշի պարանը բռնած շարունակում են իրենց ճանապարհը։ Մեկ է ահա հանդիպում է որևիցե մեկը եւ ասում է. «Այ քեզ հիմարներ, էշը թողած քայլելով գնում են»։ Ինչ եմ ուզում ասել։ Տեսակ այս ընթացքում քանի հոգի հանդիպեցին ու քանի կարծիքներ եղան։ Ասածս ինչ է, ինչքան մարդ, այնքան կարծիքներ, սիրելիներս։ Մի մոռացեք, որ ամեն մեկը դատում է իր խելքին համահունչ։ Իսկ կան մարդիկ, որ ընդհանրապես խելք չունեն։ Իմացեք, դուք երբեք չեք կարող բավարարել ոչ ոքի։ Եվ հետո դա ճիշտ էլ չի բավարարել բոլորին կամ ինչ-որ մեկին։ Ոչ ոք քո կողքին չի լինելու քո դժվար պահին, մանավանդ այն ժամանակ, երբ որ ցած ես ընկած կամ օգնության կարիք ունես։ Միշտ այդ փոսից վեր ես կենում դու ինքնուրույն։